Համոզված եմ, որ եթե ասենք, թե աշխարհում, ուր ամեն ինչ պատահում է, հանկարծ թղթի ցեց առաջանար, ինչպես որ թեղի ծառից ցեց առաջացավ, ու համաշխարհային թեղուտը չորացեց, ահա այդպիսի մի ցեց գոյանար ու խժռեր աշխարհի բոլոր գրադարանները, մեր Թումանյանի գործին ոչինչ պատահած չէր լինի։ Բոլոր հայերս, պապ ու թոռով, մորով, մանուկով, հեր ու որդով, Արարատյան հովտի կամ Լորվա Սարահարթի չափ մեծ մի սրահում մեջլիսի կնստեինք։ Յուրաքանչյուրս Թումանյանի մասին կամ Թումանյանից իր գիտեցածը կասեր։ Մանուկները հեյ կանաչ աղբերը կզնգացնեին, գիտնականները իրար կբերեին անավարտ հազարան բլբուլը, ասմունքողները Սասունցի Դավիթ կվիպեին, հուսահատական իրականությունից հոմերական ծիծաղ փոկողները Քաջնազարն ու Միկաթիլ Մեղրը, ամենափոքրիկները կարմիր կանաչ մատիտներ կառնեին ու պատկերներ կնկարեին, այնտեղ մի աղջիկ ու մի գառը ճամփա են գնում, այնտեղ ճամփա են գնում մի հարու որդի, այնտեղ մի եղջերու է փախչում եւ ամենաճիշտ ներդրումը երեխաների այս պատկերները կլինեին։ Սրանք մեծ լորեցու հայրենակցի Հրանտ Մաթեոսյանի խոսքերն են ամենայն հայոց բանաստեղծի մասին։ Իրոք լինելով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում համոզվում ես այս խոսքերի ճշմարտության մեջ։ Տուն-թանգարանը հիմնադրվել է 1953 թվականին գրողի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Այն երկհարկանի շինություն է, որտեղ ցուցադրված են մեծ գրողի անձնական իրերը, լուսանկարները, փաստաթղթեր, հրատարակությունները ավելի քան 40 լեզուներով, նաև այլ նյութեր։ Թանգարանի առաջին հարկի սրահները պատմում են մեծ գրողի կյանքի ու հասարակական գործունեության մասին։ Սրահները տարբեր գույներով են ներկայացված։ Կանաչ սրահը բանաստեղծի մանկության անհոգ տարիներն են, անցկացված Լորվա Դսեղ գյուղում, Տեր Թադեոս հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունն էլ է այստեղ ստացել, այնուհետև տեղափոխվել Ստեփանավանի դպրոցը։ Հետո Ծիրանագույն սրահն է, որը Հովհաննես Թումանյանի երիտասարդության տարիներն է խորհրդանշում։ Սրան հաջորդում է Կապույտ սրահը, ուր քաղաքական հասարակական գործունեությունն է ներկայացված, առաջին համաշխարհային պատերազմ, Եղեռ։ Սա այն ժամանակաշրջանն է, որ ըստ Թումանյանի, եթե ուժեղ ենք ու կռվում ենք, ուրեմն անխիղճ ենք, եթե թույլ ենք ու կռվում ենք, ուրեմն անխելք ենք։ 1905-1907 թվականներին մասնակցել է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Սարական կառավարության կողմից 2 անգամ ձերբակալվել է ու բանտ նետվել։ Հետո էջմիածնում էր մեռնող որբերի բազմության մեջ, հետո Վան, Ղարաքիլիսա, ուր 1918 թվականի մայիսյան ճակատամարտն էր անվարվում։ 1899 թվականին բանաստեղծը ձեռնամուխ է լինում Վերնատուն գրական խմբակի աշխատանքներին։ Խմբակի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։ Տուն-թանգարանի առաջին հարկում գրեթե նույնությամբ դասավորվել ու կահավորվել է այն սենյակը, որտեղ հավաքվում էին Վերնատան անդամները։ Առաջին հարկի վերջում ոսորագույն սրահում զետեղված նյութերը պատմում են Հովհաննես Թումանյանի կյանքի վերջին տարիների մասին։ Երկրորդ հարկը հեղինակի Թիֆլիսի բնակարանի կրկնօրինակն է, որտեղ Թումանյանը ապրել է կյանքի վերջին 14 տարիները։ Թանգարանում գործող կարգի համաձայն ընդհանրապես չի թույլատրում տեսանկարը հանել տուն-թանգարանի այս մասը։ Սակայն իբրև բացառություն տնօրեն Նարինե Թուխիկյանը ընդառաջելով մեր թախանձագին խնդրանքին թույլատրեց այնուամենայնիվ որոշ կադրեր տեսագրել։ Տուն-թանգարանում ամբողջովին Թումանյանի աշխարհն է, Թումանյանի թագավորությունը։ Այդ ամբողջը նրա աշխարհն է, Թումանյանի թագավորությունը, եւ մենք այդ թագավորության հպատակներն ենք։ Մենք իրենից հետո եկածներս, նրանք իրենց առաջ ապրած անցածները, մարդիկ, կենդանիներ, ազգեր, ցեղեր, ձևեր, կերպեր, երևույթներ, պատմություն, առասպելներ, զրույցներ, լեզու, երեխաներ, լույս, կարոտ, սեր, մահ, հաշտություն, թշնամանք։ Եվ ուրիշ ոչ միտեղ այնքան հեշտ ու թեթև չեն թրթռում, ապրում, խաղում, ինչպես նրա ժպտուն շնչի տակ։ Մտիր հայոց բանի այս աշխարհը եւ 100 տարի ու 1000 տարի խաղա։ Կռվիր, հաշտվիր, երգիր, ծիծաղիր, խորհիր, խոկա, ձգտիր, ճանաչիր, բարեկամացիր, թշնամացիր, եղիր, կասեր Հրանտ Մաթեոսյանը։ Տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ նպատակ ունի թանգարանը հանրությանը ավելի մոտ դարձնել, որ այն ընդունվի բոլորի կողմից ու ոչ թե մեկուսացած, այլ գործուն վայր դառնա, քանի որ Թումանյանը բոլորինն է։ Իսկ նախագծերն ու ծրագրերը շատ են։ Այսինքն թանգարանը պիտի մի տեսակ լեգիտիմանա, պիտի ընդունվի հասարակության կողմից, ոչ թե լինի մի տեղ, որտեղ պահվում են ինչ-որ իրեր, այդ աշխատողներն էլ փոշիներն են սրբում, պահպանում են եւ այլն, բայց այլ պիտի գործուն աշխույժ վայր դառնա, մանավանդ Թումանյանի թանգարան, որ բոլոր հնարավորությունները ունի դրա համար։ Եվ բոլոր տարիքի մարդկանց համար, որտեղ Թումանյանը մեր օրորոցից միջև գերեզման մեզ հետ է։
2008-ին մենք ավելի գիտական ոլորտի մեջ ենք մտել, այսպես ասած, բարձրացնում ենք արխիվներ, որ այսօր չեն ուսումնասիրված, դրանք հիմնականում Թումանյանի զավակների արխիվներն են։ Ուրեմն անցած տարի ուշ դեկտեմբերին, ավելի տարվա ավարտին, վերականգնեցինք եւ արտադրեցինք Թումանյանի ստեղծած ինտելեկտուալ խաղերից մեկը, դա առաջին անգամ էր աշխարհում։ Իմիջիայլոց 15 թվականին, այդ սարսափելի ժամանակաշրջանում, Թումանյանը 10-11 խաղ է ստեղծել ինտելեկտուալ երեխաների համար, համ զբաղվել է որբերի խնամքով, համ ստեղծագործել է, համ հեքիաթներ է թարգմանել, համ հասարակական ահռելի աշխատանքով, եւ նաեւ իր ընտանիքի անդամների հետ, իր զավակների հետ իր տանը հիմնել է մանուկ ընկերությունը եւ ստեղծել ինտելեկտուալ խաղեր։ Եվ դա արել է, որովհետեւ ինքը տեսել է ապագան, չնայած իր աչքի առջև ամեն օր զոհվում էին էջմիածնու որբեր, մեծահասակներ, բայց ամեն դեպքում ինքը տեսնում էր ապագան եւ սխալ չէր տեսնում։ Եվ այդ ապագայի համար ինքը խաղեր էր հորինում։ Եվ միշտ իր երեխաներին էլ ասում էր, եթե ուզում եք մի բան սովորեք խաղի միջոցով, դա հեշտ կլինի անել։ Հիմա մենք վերականգնեցինք հայկական առածների լոտոն, Թումանյանի եւ իր ընտանիքի անդամների ստեղծած շատ անուշիկ մի խաղ, զվարճանք, գիտելիք զվարճանքի միջոցով։ Նաև մի խաղ, որ ընտանիքի անդամներին իմի կարող է հավաքել, որտեղ այդ լոտոն չես կարող մենակ խաղալ։ Պիտի մի քանիսով խաղաս կամ ընկերներին, կամ ընտանիքի անդամներին, այսինքն մեր այս պարակտվածությունը, որ ամեն մեկս մտնում եք մեր սենյակը, կամ համակարգչի դիմաց նստած պոկ չենք գալիս, չէ, սա միավորող մարդկային դեմքը մեր վերականգնող հրաշալի միջոց է։ Հիմա մենք վերականգնել ենք մյուս խաղը, հայոց գետերը Թումանյանի, ֆանտաստիկ մի խաղ, շատ մեծ ուսումնասիրություն է կատարել պատմական Հայաստանի ջրային, այսպես ասած, պաշարների, ավազաններով, ֆլորայով, ֆաունայով, վտակներով, արվակներով, թե որտեղից է սկիզբ առնում, ուր են թափվում, մի չնաշխարի գոր, դա էլ կարտերի ձևով, թղթախաղի ձևով է արել։ Տուն Թանգարանի երկրորդ հարկում նաև գրողի մասնավոր գրադարանն է 8000 կտոր գրքով եւ տնօրենը ցանկություն ունի գրադարանը հետազոտական կենտրոն դարձնելու։ Թումանյանը միշտ իր երեխաներին ասում էր մեր տունը ձեզ համալսարան, որտեղ նախ իր տանը ահռելի քանակությամբ գրականություն կար, չափազանց հետաքրքիր, եւ հետո այնպեսի հզոր մարդիկ էին գալիս ու այնպեսի զրույցներ էին հնչում, որ չսովորել այդ զրույցներից անհնար էր, դա համալսարան էր, կենթանի համալսարան էր։ Եվ չմոռանամ ասել, որ Թումանյանի անձնական գրադարանը իր ժամանակին եղել է երրորդը աշխարհում իր բացառիկությամբ եւ հարստությամբ Գյոթեի եւ Տոլստոյի, Լև Տոլստոյի գրադարաններից հետո անձնական։ Հիմա այդ գրադարանի մեծագույն մասը 8000-ից ավել գիրք մեզ մոտ է պահվում եւ հենց այդ գրադարանում ուզում ենք բացել թանգարանային համալսարան, մի տեսակ ֆակուլտատիվ դասընթաց դպրոցականների համար, ասենք 12-ից 14 տարեկան, ովքեր դասից հետո շաբաթը մեկ կգան եւ զրույցներ կլսեն ամենատարբեր թեմաների շուրջ։ Տիկին Թուխիկյանը ափսոսում է, որ ամենայն հայոց բանաստեղծին ճանաչում ենք միայն իր պոեմներով, հեքիաթներով, քարյակներով։ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը տիեզերքն է, զրույց է Աստծո հետ։ Բայց այդ քարյակների եւ իր բանաստեղծությունների մեջ մի շերտ կա, որ ամբողջությամբ տիեզերքի հետ զրույց է Աստծո հետ։ Այդ մասին մենք շատ քիչ բան գիտենք, որովհետեւ դպրոցներում չենք անցնում, չեն սովորեցնում։ Ինչ-որ մի ստանդարտ կա, ինչ-որ գիտելիքի մի բան կա, սահման կա, որ տալիս են եւ բայց Թումանյանը երկնային Թումանյանն է։ Քարյակների մեջ դա ավելի շատ է իհարկե արտացոլված, բայց բանաստեղծությունը իրաք տիեզերքի ընթերցումը չեմ կարող հիմա կարդալ։ Դա շատ ներքին բան է, էլի։ Իրաք տիեզերքի ընթերցումը բանաստեղծությունը, ֆանտաստիկ։ Չքնա ամբողջապես ինչպես ինքը տիեզերքի մեջ էր անհուն, անպարագիծ, մեծ տիեզերքի պես ինքը հետ էր եւ անդադ այնտեղ անհատ կյանքի վերջում անդադ տիրոջ հետ էր անընդհատ եւ երբ որ մահանում էր Մոսկվայում հիվանդանոցում խնդրեց որ իր մահճակալը այնպես դնեն որ երկիկը լավ տեսնի անընդհատ եւ ծննդավայրում էլ դստեղում էլ ինքը սիրում էր սարեր բարձրանալ որտեղ ասնայելից երկինքը մոտ է աստղերի հետ էր անդադ Թումանյանով մենք կանք, առանց Թումանյանի մենք չկանք։
Տարածք տարլեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով ու այդ աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է։ Առանց Թումանյանի այդ եզերքը մերը չէ։ Պուշկինի, Տոլստոյի, Շեքսպիրի, Ֆիրդուսու, Գյոթեի աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով ու տնավարի բարևում։ Բարև տղերք, լավ եք։ Թումանյանով մենք ու նրանք հավասար մեծություններ ենք։ Առանց Թումանյանի իրենք կան, մենք ոչ։ Այլև իրենք կան, մենք իրենց առջև կանք աղքատ ազգականի մեր խեղճ ու ցածր թշնամանքով, գրում է Հրանտ Մաթեոսյանը։ Ըստ այդմ էլ Նարինե Թուղուկյանը մեծ ցանկություն ունի բոլորիս։ Շատ կուզենամ ոչ միայն կապանցիներին, զանգեզուրցիներին, այլև ընդհանրապես մեզ բոլորիս ինձ առաջին հերթին ասել, որ լավ կլինի Թումանյան շատ նայենք, կարդանք, բացենք, թերթենք եւ հենց այդ տիեզերական ընթերցումները իր Աստծո հետ զրույցների մեջ խորանանք, իր դասերը առնենք, իր հոդվածները կարդանք, որտեղ այնքան պարզ էր ինքը ասում ամեն ինչ, այս մարդկային աննորմալ փոխհարաբերությունների մասին, պետությունների աննորմալ փոխհարաբերությունների մասին։ Ինքը հստակ շատ մեծ փիլիսոփա է, շատ խորը, շատ հանդարտ, ներքին անդոր ունեցող մարդ էր ու կուզենամ, որ այդ իր ներքին անդորը գոնե կաթիլներով մեր մեջ էլ տարածվեր։ Մի բան կասեմ իրենից, ասում էր մի քիչ կողքի կանգնի, երբ որ կատաղած ես, երբ որ ջղայնացած ես, ուզում ես կռիվ անել սրաները, մի կողմ կանգնի, կողքից քեզ նայ, ես ինչ ողորմելի տեսք ես ունենում այդ ժամանակ։ Եվ ընդհանրապես կյանքը այնքան սիրուն բան է, որ չի կարելի վատնել իրար ատելով։ Եվ ուրիշ ոչ մի աշխարհ, ոչ գրի ու ոչ էլ իրական, մեր երեխային, մեր մարդուն։ Ինքներս մեզ այնքան վստահ չենք ղրկում ճամփորդության, ինչքան Թումանյանի թագավորություն։ Եվ ուրիշ ոչ մի աշխարհում ոչ ոք ու ոչինչ այնքան վաղածանոթ ու մտերիմ չէ, ինչքան Հովհաննես Թումանյանի աշխարհում։ Մեր ծնունդից առաջ ասես այնտեղ ենք ապրել, մեր այս երկիրը ասես այնտեղից ենք եկել։